Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար է գտնում, որ ստուգումների կազմակերպման եւ անցկացման կառավարության որոշումը վերանայվի։ Ստեղծված տնտեսական վիճակում պետք է անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին։ Հանձնարարում եմ քննարկելով տեսություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ մինչև 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը։ Ես կարծում եմ, մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին եւ այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անել, բացառել անհարկի միջամտությունները եւ նվազագույնին հասնենք բոլոր կարգի ստուգումները։ Տեսչական ստուգումները նվազեցնելու հարցը քննարկելու հանձնարարականն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը եւ որոշակի մեղմացումներին, ասում է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Տեսչական բարեփոխումներն այժմ ընթացքի մեջ են։ Տեսչական մարմինների կրճատումը ենթադրում է նաև որոշակի տվյալ մարմինների գործունեության փոփոխություն։ Դրա համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ այդ ժամանակահատվածում որոշակի ստուգումների իհարկե կրճատում պետք է լիներ։ Պետք է ուսումնասիրվի նաև ավիափոխադրման շուկան, գները, ուղղությունները, թռիչքների ժամկետները։ Պատկան մարմինները պետք է բանակցեն այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են իրականացնում։ Բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են։ Երկուստեք անհարմար է եւ ներգնա զբոսաշրջիկի համար եւ մեր քաղաքացու համար, որը ժամանում է Եվրոպա առավոտյան 6-ին, պատկերացրեք։ Եվ այնտեղ 9 ժամ պիտի սպասի կամ պիտի նախորոք ուրեմն հյուրանոցում իրեն համար ապահովի իրեն համարը, այսինքն մեկ օրվա ավել վճար իրականացնի։ Կառավարությունն ավելացրեց զինծառայողների ապահովագրական հատկացումները, բարձրացվում է զոհված, մահացած կամ հաշմանդամ դարձած զինծառայողների համար սահմանված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարների չափը։ Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-ից 2030 թվականների ծրագիրը։ Կբարելավի 377 դպրոցի սեյսմիկ անվտանգությունը եւ հնարավորություն կստեղծվի դպրոցների շենքերը երկրաշարժից հետո որպես ընդհանուր կացարաններ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման լոկալ կետեր օգտագործելու համար։ Կառավարությունը նաև 7 միլիոն դրամ հատկացրեց Կոտայքի մարզպետարանին։ Գումարն անհրաժեշտ է մարզի Սևաբերդ գյուղում ներքին գազատարի կառուցման համար։ Հասմիկ Օհանյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն,